We don't need a sound system to worship God. Մենք Աստծուն երկրպագելու համար այս ձայնային համակարգերի կարիքը չունենք։ Yeah. Even in the dark, we can call upon the Lord. Անկամության մեջ մենք կարող ենք Տիրոջը կանչել ու երկրպագել։ That's what I love about this part of the world. Այս երկրի մասում այս բանը շատ եմ սիրում, որ Nothing stops you from worshiping God. որ ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել Աստծուն երկրպագելուց։ Yeah, some places they would cancel the church service. Օրինակ, դեռ կարող է լինի այս հոսանքի պատճառով ամբողջ ծառայությունը դադարեցնել չեղար։ God works in the nighttime and the daytime. Իրանց թվում է Աստված, այսինքն Աստված ամեն ժամանակ գործում է մեր կյանքում։ It's always a privilege to be in Etchmiadzin Համար միշտ պատիվ է լինել Էջմիածնում, for multiple reasons. տարբեր պատճառներով։ It's always a privilege to come to the heartbeat of Armenia. Որովհետև ինձ համար պատիվ է լինել Հայաստանի սրտի զարկերակում։ And be near the ancient wells of the Holy Spirit to pour out. Լինել մոտիկ այն հին ջրհորների, որ Սուրբ Հոգին պետքա բացել։ Yes. And to be with our brothers and sisters here in this church. Եվ լինել ձեր եկեղեցում մեր եղբայրների եւ քույրերի հետ։ Because the Holy Spirit is welcome here. Քանի որ Սուրբ Հոգին ձեր կողմից ընդունված է, հրավիրված է այստեղ։ It's not complicated. Եվ դժվար չի այստեղ ընդունել Սուրբ Հոգու ներկայություն։ Just open our hearts. Ուղղակի բացենք մեր And there's սրտերը, open hearts here. եւ երբ որ մեր սրտերը բաց է այստեղ, And wherever you have open hearts, եւ որտեղ որ մարդիկ իրենց սրտերը you will բացում have են, open wells of the Holy Spirit. դուք կտեսնես Սուրբ Հոգու բացված ջրհորները։ Yes. So we're thankful to be here with you. Մենք շատ շնորհակալ ենք ձեզ հետ լինելու այսօր։ And we look forward to coming back when you're in the new building. Մենք սիրով սպասում ենք վերադառնալ, երբ որ դուք արդեն տեղափոխվեք ձեր նոր շինությունը, որ մենք սիրով կգանք ձեզ մոտ։ So you're ready for the new building now, amen? Կարծում եմ, որ դուք պատրաստ եք այդ նոր շինության համար արդեն։ And this would be a great place for children's ministry. Եվ սա էլ կլինի մանուկների համար ծառայության մի գեղեցիկ տեղ։ You're gonna have, you won't have enough chairs even in the beginning. Եվ ես կարծում եմ, որ աթոռները չի վերիքելու, անգամ հենց Prophesy a new problem for you. ձեզ համար նոր խնդիր եմ մարգարետ։ Hallelujah. Since we've been in Armenia, Մինչ այստեղ ենք Հայաստանում ենք այս անգամ, այս օրերին, I've been preaching from the book of Acts, ես քարոզել եմ Գործ Կարաքելոց գրքից, specifically chapter 12. հատկապես 12-րդ գլխից։ So I think we've had about 3 messages from the 12th chapter of the book of Acts. Արդեն այս ընթացքում 12-րդ գլխից 3 падգամ տվել եմ So ասել։ don't be shocked today, Ուզում եմ ասեմ, չզարմանաք այսօր, but I'm going to preach from the 12th chapter of Acts. բայց նորից 12-րդ գլխից կքարոզեմ։ Different verses, Բայց տարբեր համարներ։ but I believe every verse is important. Եվ ես հավատում եմ, որ բոլոր համարները Every word կարևոր են։ is important. Աստծո ամեն խոսքը կարևոր է, Hallelujah. It's God's word. քանի որ դա Աստծո խոսքն է։ The book of Acts describes the life and the experience of the first generation church. Եվ Գործ Կարաքելոցը նկարագրում է առաջին դարի եկեղեցու փորձառությունն ու կյանքը։ There was never a church before that Քանի որ դրանից առաջ եկեղեցի դեռ չէր եղել, because Jesus came, եւ երբ որ Քրիստոսը եկավ, died, was raised again, հարություն went to առավ heaven, and he said, I'm sending the Holy եւ Spirit. գնաց երկինք ու ասաց ես կուղարկեմ Սուրբ Հոգուն And as you know, God keeps his promises. եւ գիտենք որ Աստված իր խոստումները պահում The է Holy Spirit came, եւ Սուրբ Հոգի in Աստվածը power. եկավ զորությունով and he's still coming in power. եւ մինչեւ այժմ գալիս է իր So զորությունը we see the first generation church in the book of Acts, եւ Գործ Կարաքելոցում տեսնում ենք առաջի դարի the եկեղեցու foundation of the church. եկեղեցու հիմքերը And առաջ that foundation was laid properly. եւ այդ հիմքերը շատ լավ կերպով էր գծված We need the foundation of the first generation church. եւ մենք առաջի սերնդի եկեղեցու հիմքերի կարիք ունենք You need that in Etchmiadzin. եւ Էջմիածնում նույնպես դրա կարիքը կա More important than the history
of Armenia and the church in Armenia. Դա ավելի կարևոր է, քան հայ ժողովրդի Հայաստանի եկեղեցու պատմությունը։ Is the foundation that was laid 2,000 years ago. Այն հիմքերը, որ 2000 տարի առաջ գծվել է, դա է կարևոր։ So there's an amazing revelation in the book of Acts. Եվ գործ կարաքելոցում շատ հետաքրքիր զարմանալի հայտնություններ կան։ So turn in your Bibles to Acts chapter 12 if you like, Բացենք 12-րդ գլուխը, գործ or you use your կարաքելոց։ phone wherever you access the scripture. Կարող եք հեռախոսներով էլ, եթե ունեք, բացանել։ And we'll focus on the verses of 12, 13, and 14 today. Այսօր կընթերցենք 12, 13 եւ 14-րդ համարները։ Please read those three verses. Կարդանք։ Եվ սթափվելով եկավ Մարկոս կոչված Հովանեսի մոր Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել եւ աղոթում էին։ Բախեց դրսի դուռը, Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու։ Նա ճանաչեց Պետրոսի ձայնը եւ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։ This is an amazing story in the book of Acts in the journey of the church. Եկեղեցու պատմության մեջ շատ հետաքրքիր մի պատմություն է այստեղ նկարագրված գործքում։ See, the enemy tried to stop the resurrection of Jesus. Թշնամին ուզում էր կանգնեցնել Քրիստոսի հարությունը, They did everything they could to stop the message of the gospel. եւ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ավետարանի падգամը դադարեցնեն, The արգելեն։ enemy continues to try to stop, Մինչև հիմա շարունակում է but արգելել it's ավետարանը, impossible. բայց դա It's անհնար է։ impossible to stop the church. Անհնար է կանգնեցնել եկեղեցուն։ Jesus said the gates of hell will not prevail against the church. Հիսուսն ասել է, որ եկեղեցու դարպասները, դժոխքի դարպասները չեն կարող կանգնեցնել եկեղեցուն։ But it doesn't mean we're not in conflict. Բայց դա չի նշանակում, որ մենք կոնֆլիկտի մեջ չենք։ But even in conflict, amazing things come out of conflict. Բայց անգամ այդ կոնֆլիկտի մեջ հրաշալի բաներ են դուրս գալիս։ So because the church was thriving and growing, Եվ այն պատճառով, որ եկեղեցին հաղթարշավի մեջ էր եւ աճում էր, the religious Jews, those in opposition of the message of the Messiah, was strong. բայց կրոնավոր հрьяաները, որ Քրիստոսի Մեսիայի падգամին հակառակ էին կանում, նրանք ուժեղ էին, And King Herod, he wanted to have good relationships with the religious Jews. եւ Հերովդես թագավորը ուզում էր հрья այդ ղեկավարների, կրոնավոր ղեկավարների հետ լավ հարաբերությունների մեջ He լիներ, took the apostle James and had him executed. եւ Հակոբոս Արաքյալին վերցրեց եւ սպանեց։ He took other believers and had them imprisoned. Եվ որոշ քրիստոնյաների հավատացյալների նույնպես բանտարկեց He arrested Peter, եւ դա այդ Պետրոսին բանտարկեց։ put him in a prison cell with 16 Roman soldiers to guard. Այնպիսի բանտախուց նետեց Պետրոսին, Put him in a որտեղ prison with an iron gate. 16 հսկիչներ կային, պահակներ կային եւ նաեւ մետաղյա հատուկ ծանր դուռ։ And it says that he saw how this pleased these religious Jews. Եվ դրանով ուզում էր նաեւ հաճեցնել հрья կրոնավորներին։ But God always has a plan. Բայց Աստված միշտ նպատակ ունի։ God has a plan. Աստված նպատակ ունի։ And Peter is in this prison. Եվ երբ որ Պետրոսը այս բանտի մեջ էր, Peter learned something important about the sovereignty of God. Պետրոսը մի շատ կարևոր բան էր սովորել Աստծո գերիշխանության մասին։ See, when we put our trust in Jesus, we have to trust him for everything. Երբ որ մենք վստահում ենք Հիսուսին, մենք պետք է իրան վստահենք մեր ամեն ինչի We have to համար։ trust him with our life Մեր ամբողջ կյանքը պիտի իրան վստահենք։ more than our physical life. Անկամ մեր ֆիզիկական կյանքի We need to առավել, trust him with our spiritual life. մեր ամբողջ հոգևոր կյանքի համար And պիտի Հիսուսին eternity. վստահենք։ Եվ նաև I've հավիտենականության given my մեջ trust in Jesus for my eternity. ես իմ վստահությունը դրել եմ Հիսուսի վրա անգամ իմ հավիտենության համար։ Peter has so much trust Պետրոսը շատ մեծ վստահություն ուներ, that in this most difficult moment, որ անգամ այս ամենադժվարին պահին he's on the floor chained on both wrists to Roman soldiers. եւ գետնի վրա եւ հատուկ շղթայով մետաղյա շղթաներով շղթայված էր եւ շրջապատված զինվորներով Peter was so worried about the future that he was sleeping. Պետրոսը այնքան էր մտահոգված իր ապագայով, որ քնել էր։
Sometimes I can't sleep because I'm worried about stuff. Երբեմն ես չեմ կարողանում քնել իմ հոգսերի պատճառով, I'm not even chained to Roman soldiers. բայց ես շղթայված չեմ հռոմեական։ But sometimes we're chained to what's going on in our mind. Բայց երբեմն ես շղթայված եմ այն ամենով, ինչ որ իմ մտքում է տեղի ունենում։ We have to be able to rest even when we don't know what's going to happen next. Մենք անգամ պետք է այդ հանգստի մեջ լինենք, անգամ եթե չգիտենք թե ինչ է տեղի So ունենալու Peter հաջորդ օրը։ is resting, Ուրեմն Պետրոսը hangստի մեջ sleeping, էր, and քնած էր, an angel comes. եւ հրեշտակը եկավ, Angel came suddenly. անակնկալ կերպով When եկավ։ God works, many times it's suddenly. Երբ որ Աստված գործում է, հաճախ ինքը հանկարծակի է գործում։ And it said the angel struck Peter right on the side. Եվ բոթեց Պետրոսի կողը, That's the most vulnerable place on our bodies. եւ մեր մարմնի ամենացավոտ խոցելի տեղերից մեկը այս կողի մասերն են։ Jesus was pierced right here. Հիսուսը կողից խոցվեց։ The most ինչպես հիշում vulnerable եք, place. ամենացավոտ տեղերից մեկը։ Do you know why God strikes us in the most vulnerable place? Իսկ գիտեք ինչու է Աստված մեզ հարվածում երբեմն մեր ցավոտ He տեղերին։ does that when he wants to wake us up. Դա անում է, որպեսզի մեզ արթնացնի։ God strikes us in the most vulnerable place when he wants to wake us up. Աստված երբեմն մեր ցավոտ տեղերին է կպնում, որպեսզի մենք I արթնանանք։ believe God is coming Ես հավատում եմ, որ Աստված գալիս է, to strike his church in the most vulnerable place, որպեսզի իր եկեղեցու ցավոտ տեղերին կպնի, to wake us up. որպեսզի մենք արթնանանք։ Wake us up for what? Ինչի համար արթնանանք։ Well, that's why we're going to have this service. Եվ այդ այսօր կասեմ ինչի We're համար։ going to find out. Այսօր կիմանանք ինչի համար արթնանանք։ So Peter he wakes up and the angel said, put your clothes on. Եվ Պետրոսը արթնացավ, հրեշտակն ասաց հագնվիր։ I guess if you're going to walk with God, you need your clothes on. Ուրեմն երբ որ մենք պատրաստվում ենք քայլել Աստծո He said, "Put your shoes on." Կոշիկները թաքիր And then he goes, walk past these guards. եւ անցիր այս պահակների There's միջով։ an iron gate. Եվ այնտեղ մետաղյա դուռ կա։ Iron gates are no problem for God. Աստծո համար ոչ մի մետաղյա դուռ խնդիր չէ։ Ամեն, հալելույա։ Man creates iron gates to stop the church. Մարդիկ մետաղյա դռներ են պատրաստում, որպեսզի եկեղեցին կասեցնեն։ Man creates gates to keep the church in prison. Մարդիկ դարպասներ են պատրաստում, որպեսզի եկեղեցին բանտի մեջ պահեն։ But God has a different plan for man's iron gates. Բայց Աստված այդ մարդկային մետաղյա դռների համար ուրիշ ծրագիր ունի։ He said, I use them as an exit for what I'm going to do next. Աստված ասում է ես դա օգտագործում եմ որպես ելքի դռներ։ So that what man creates to stop the church, Եվ այն ամեն ինչ որ մարդը կանգնեցնում է God said, I'm gonna use it եկեղեցուն, Աստված ասում է ես դա to կօգտագործեմ։ open my plan. Այդ արկելները կօգտագործել են ծրագրերը կբացվեն։ So the angel walks Peter out. Եվ հրեշտակը Պետրոսին դուրս է հանում, See, Peter, it was so supernatural. այնքան դա գերբնական էր, որ He wonders, is this really happening? եւ ինքը մտքի մեջ մտածում է, իրոք սա Or am I իրական է։ having a vision? Կարողա տեսիլք եմ տեսնում, See, God gave Peter visions before. որովհետեւ նախկինում տեսիլքներ էր տեսել։ So he doesn't know, am I dreaming? Am I seeing a vision? Եվ դա համար չէր իմանում, կարողա երազ եմ տեսնում, տեսիլք եմ տեսնում։ So the message this morning is going from the supernatural to the natural. Եվ այսօրվա պատգամը գետնականից գնալ դեպի բնականը։ Sometimes we go from the natural into the supernatural. Երբեմն մենք բնականից ենք գնում դեպի գետնական։ But we also go from the supernatural to the natural. Բայց երբեմն էլ գետնականից գնում ենք դեպի բնական։ See, we can't live just in the supernatural. Քանի որ մենք չենք կարող In միայն those գետնականի մեջ ապրել։ Special circumstances. Այդ յուրահատուկ իրավիճակների մեջ։ We still need our clothes on and our shoes. Եվ մենք դեռևս կարիք ունենք To հագնվելու, walk in the կոշիկներ natural. հագնելու եւ բնականի մեջ քայլելու։ You know, Jesus took 3 of his disciples on the mountain of transfiguration. Եվ փոխակերպության լեռան վրա բարձրացրեց Հիսուսը իր 3 աշակերտներին, And it was so glorious. եւ այնքան փառահեղ էր ինքը They լուսավորել։ said, Lord, we should just stay here. Եվ Let's build some altars. Let's just stay right here. Եկ ստեղ մնանք, տաղավարներ սարքենք, ապրենք։ Sometimes our supernatural experience, we just want to stay. Երբեմն մեր այս գերբնական փորձառությունների մեջ ուզում ենք որ միշտ մնանք այդտեղ։ But the Lord tells the church, put your clothes on, get your shoes on. Բայց Տերը եկեղեցուն ասում է հագնվիր, կոշիկներ։ I'm taking the chains off my people.
Ես իմ ժողովրդից շղթաները պիտի կտրեմ։ I'm going to take you out iron gates. Եվ ես քեզ պետքա դուրս անեմ երկաթե դռներից։ And like Peter, the angel takes him down the street. Եվ ինչպես Պետրոսին հրեշտակը հանեց դուրս դեպի փողոց And the angel just left him. եւ թողեց անհետացավ։ And Peter's standing there like, Պետրոսը կանգնած իրան իր շոշափում արդյոք սա իրական է։ this is really true. I'm not in prison Եվ anymore. հայտնաբերեց, որ իրակպես ինքը ազատվել է բանտից։ Have you ever had the experience where you think, did that just happen? Երբեմն դուք այդպիսի փորձառություն ունեցել եք, որ արդյոք սա իրական է, արդյոք էսի տեղի ունեցավ ինձ հետ։ When I, one of my first trips to what was called the Soviet Union, Իմ առաջի ճամփորդությունը սովետական միություն, and I hope it doesn't come back because I'm sharing this openly. ես հուսով եմ սովետական միությունը չի վերադառնա ազատվել։ You hope too. Դուք էլ հուսում եք, չէ՞։ I took Bibles to the Soviet Union. Հետս Աստվածաշնչեր Had a վերցրեցի։ suitcase full of Bibles. Մի ճամփրուկ լիքը Had a carry Աստվածաշնչեր bag full of gospel. եւ ուսապարկ լիքը I ավետարաններ had a ունեցված heart full of passion. եւ մեծ երանգ ունեի իմ սրտի մեջ, I was young. երիտասարդ էի։ I had more passion than I had brains. Ես ավելի շատ երանգ ունեի, քան խելք And I thought, I'm going to take Bibles to those people. եւ մտածում էի, ես մարդկանց I'm taking the word. They need the word of God. I'm taking it. Աստծո խոսքի կարիք ունեն So I got on a foreign speaking tour group, եւ օտարերկրյա խոսող մի խմբի մեջ a տուրի Scandinavian tour group. սկանդինավյան տուրիստական խումբ էր It didn't look suspicious at all because I didn't even speak their language. եւ ես անգամ իրանց այդ լեզուն չէի հասկանում, չէի խոսում So I have all my luggage on. I'm in the passport line. եւ այդ անձնագրային տեղը որ անցնում են այդտեղ կանգնած էի You know how it is when they look at you, in those countries, and եւ այդ երկրներում դες հիշում եք ոնց էին նայում մեզ այդ ժամանակ look at your past, looking like, նայում էր անձնագրից նայում էր ինձ I'm just saying there, Lord, be calm. ես էլ sense հանգիստ կանգնած եմ And so then I go past that and I have to go to customs. եւ հանցա այդ պասպորտ կոնտրոլեն էլի ասում եւ հետո մտա I had արդյոք three ճամփորդները options. պիտի ստուգվեր There was one custom agent was a woman. երեք տարբերակ կար այդ մաքսային կանգնածներից մեկը No offense, ladies, եւ ես ուղղակի կանած չեմ ուզում but I was told never go to a customs agent that's a woman երբեք այդ պամոժնյային այդ մաքսայինում կանգնածներուն երբեք կնոջը չմոտենաս because they will look at everything քանի որ ամեն ինչը կստուգեն because they're curious. What's in your suitcase? հետաքրքրված են ինչ կա քո ճամփրուկների մեջ The second one, the man had an X-ray machine. եւ մյուս մարդը այդ հատուկ sense մեքենա կա որի մեջ So I thought that won't be good ես մտածեցի դա դժվար թե because the only thing I have in my luggage is the Word of God. Ընդհանրապես իմ ճամփրուկների մեջ մենակ Աստծո խոսքն էր, ուրիշ բան չկա։ The third option was a man without an X-ray machine. Եվ երրորդ տարբերակը էլի տենց հատուկ տենց ճանը So I went and got in that line. Գնացի այդ երրորդ տարբերակը I կանգնեցի։ gave him my documents. Հաստատքներս տվեցի, He said, okay, you can go. ասեցին դու գնա, կարող ես գնա։ And for some unknown reason, Եվ անհասկանալի պատճառով I asked the man, do you want to look inside my suitcase? եւ ես մարդուն հարցեցի, ասի չես ուզում այդ ճամփրուկը ստուգես։ And he said, no, Ասեց չէ, I don't want to look in your suitcase. չեմ ուզում ստուգեմ քո ճամփրուկները։ Okay, до свидания. I walked out Եվ դուրս եկա, like Peter. I'm starting like, Պետրոսի պես սկսեցին ստուգել, արդյոք սա իրական է։ did that just happen? Արդյոք սա տեղի I ունեցավ։ just had a miracle. Հրաշք էր դա իրոք։ I thank God for miracles. Եվ ես շնորհակալ եմ Աստծուն հրաշքների համար։ God's miracle was greater than my understanding. Եվ Աստծո հրաշքը ավելին էր, քան իմ հասկացողությունը։ So Peter Ուրեմն is out on Պետրոսը the street. եւ հիմա կանգնած է փողոցում He just had a supernatural experience. եւ փորձարել էր արդեն գեբնական մի This is փորձառություն։ important. Սա շատ կարեւոր The է։ Lord wants us to experience the supernatural. Տերը ուզում է, որ մենք փորձարենք գեբնականը։ But the supernatural is what equips us to work in the natural. Բայց այդ գեբնականը մեզ
սպանազինում է, որպեսզի մենք բնականի մեջ գործենք։ So I better get started on my 7 points. I like 7 points. Ուրեմն ես սկսեմ 7 կետերից, ես սիրում եմ 7 կետերը, And I'll move quickly in these verses. եւ արագորեն կանցնեմ այս համարներով։ So Peter comes out, Երբ որ Պետրոսը դուրս and the եկավ, Greek says, having considered, he was considering what happened to him. եւ հունարենում ասում է ինքը սկսում է վերլուծել, մտածել, ինչ տեղի ունեցավ ինձ։ There's a natural knowing, Բնական գիտելիք կա, but չէ՞։ number one, there's knowing deeply. Եվ առաջինը, դու պետքա խորապես իմանաս, գիտակցես, There's a natural understanding, կա բնական hasկացողություն, but number one, I mentioned today, is knowing deeply. բայց առաջի կետը, որ ուզում եմ այսօր նշել, Understanding what God is not only saying, but what he's doing. հասկանալ եւ ճանաչել Աստծո ոչ միայն ասածը, այլ նաեւ գործերը։ What it said in that moment, that what describes there, having considered it, Եվ այդ պահին, երբ որ նկարագրում է, ասում է ինքը վերլուծում է։ having considered what just happened to me. Peter saying, just what happened to me. Եվ Պետրոսն ասում է, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ինքը He անալիզ began էր to անում, see completely. եւ սկսեց տեսնել ամբողջովին։ We must see completely. Մենք ամբողջական տեսողություն պիտի We need to know deeper. ավելի խորը We need տեսողություն։ the revelation of God. Պետք է ունենանք Աստծո հայտնությունը։ We don't need to just know about God. Մենք ոչ միայն պիտի Աստծո Not only մասին to իմանանք, know what he's doing ոչ միայն իմանանք, թե ինչ է on a անում, surface level, but we need the revelation of God. ոչ միայն մակերեսային գիտելիք, այլ նաև հայտնություն Աստծո։ See, it wasn't just that he walked out of prison. Դա ոչ թե մենակ էր, որ ինքը ուղղակի բանտից դուրս եկավ։ The revelation of God is this. Այլ հայտնությունը Աստծո սա էր, I որ have a bigger plan, ես ավելի մեծ ծրագիր ունեմ, and you're a part of my plan. եւ դու այդ ծրագրի մի մաս And ես։ you don't really know what it is. Դու չգիտես իրական թե ինչ But է I այդ want to ծրագիրը, show you բայց ես ուզում եմ քեզ to ցույց Peter տալ, Պետրոս, that I am sovereign. որ ես գերիշխան Աստված եմ։ I close doors and I open doors. Ես փակում եմ դռներ եւ բացում եմ դռներ։ I subdue human power. Ես մարդկային ուժերը ենթարկացնում եմ ինձ։ It's important to know Սա կարևոր է իմանալ, որ that while Satan is sleeping in the nighttime, երբ որ չարը քնած է գիշերով, God is working in the nighttime. Աստված այդ գիշերով գործ է անում։ See, those soldiers were sleeping. Օրինակ այդ զինվորները քնած Peter են։ was sleeping, Պետրոսը նույնպես քնած էր, but God wasn't sleeping. բայց Աստված քնած չէր։ God works when the enemy sleeps. Աստված գործում է, երբ որ թշնամին There's քնած a է։ deeper understanding. Այսինքն ավելի խորը The հասկացողություն կա։ deeper Աստծո մեջ։ understanding is this. Եվ սա էր այդ հասկացողությունը։ And deeper knowing is this. Ավելի խորը գիտելիք, What God ճանաչողություն։ is doing is more important than just what's happening in my life. Այսինքն ավելի կարևոր է այն ինչ որ Աստված անում է իմ կյանքում, քան God ինչ has որ a big տեղի է plan. ունենում ինձ հետ։ Peter knew very little about it. Պետրոսը քիչ գիտեր դրա All մասին։ he knew was, I have been taken from prison, Ընդամենը ինքը գիտակցում էր, որ բանտից դուրս and է։ the angel took me out. Հրեշտակը ինձ բանտից դուրս հանեց։ Took me out on the street and left me. Եվ ինձ թողեց ու հեռացավ։ Number two, Ուրեմն երկրորդ կետը, and it says that when he says, oh, I think I'll go where they're praying. եւ սկսեց մտածել, գնամ այնտեղ, որտեղ աղոթք են I'm անում։ going to Mary's house. I know they're Գնամ praying. Մարիամի տունը, այնտեղ պետք է աղոթք You know, անեմ։ there are places that there's a lot of spiritual activity. Ուրեմն տեղեր կան, որտեղ հոգեվոր գործունեություն է տեղի ունենում։ If an angel of the Lord came and delivered someone, then that should be answered. Երբ օրինակ Էջմիածնում մեկը գա եւ հրեշտակը գա եւ մեկին ազատի, I believe this is one of the places they would come first. այդ ազատված մարդը հավատում կգա ստեղ։ You want to go where people are praying. Այնտեղ որտեղ մարդիկ աղոթում են, You want to go where there's spiritual activity. այնտեղ որտեղ հոգեվոր գործունեություն է տեղի ունենում։ And so he says he came. Եվ նա եկավ, Number two is God's movements. երկրորդը Աստծո շարժը, God's movements. Աստծո շարժը։ We are a part of God's movement. Մենք Աստծո շարժին իմաստ։ Peter wasn't just doing what he wanted to do. Պետրոսը մենակ իր ուզածը չէր անում, He was a part of God's movement. այլ նա Աստծո շարժին And իմաստ։ so it says he came to Mary's house. Եվ գնաց Մարիամի տուն։ Jesus gave us this principle in Matthew 16. Մատթեոս 16-ի մեջ Հիսուսը այսպիսի սկզբունք He տվեց։ said, come follow me. Ասաց՝ հետևիր ինձ։ See, Peter came to Mary's house.
Ուրեմն Պետրոսը եկավ Մարիամի տուն։ See, God movement is a part of coming. Ուրեմն Աստծո շարժման մեջ մտնում է որ դու գաս դեպի It says in John 1:39, come and see. եւ Հովհաննես 1:39-ում ասում է արի եւ The տես disciples coming to Jesus. աշակերտները եկան Հիսուսին Luke 11:2 says, your kingdom come. Ղուկաս 11:2 թող գա քո թագավորությունը Matthew says the kingdom will come upon you. Մատթեոսն ասում է թագավորությունը կգա ձեզ վրա In Matthew 25, it says the Son of Man will come in all his glory. Մատթեոս 25-ում ասում է մարդու որդին կգա իր ողջ փառքով In Revelation 1:7, he said, behold, I am coming with the clouds. Հայտնություն 1:7-ում ասում է See, what նայեք, Peter ես was գալիս եմ doing- ալպերով What Peter was doing, այն ինչ որ Պետրոսը he անում came to Mary's house. ինքը եկավ Մարիամի տուն That is a doctrinal truth in Scripture. Սա սկզբունքային ճշմարտություն է Wherever we go, ուր որ գնանք we need to be a part of God's movement. մենք պետք է Աստծո շարժի մասը We say, I came ուրեմն ես եկա in the timing of God. Աստծո ժամանակի մեջ I'm coming. God says, come, be in my movement. Աստված ասում է արի մտիր իմ շարժի մեջ See, it wasn't Peter just having an idea. Դա ոչ թե մենակ գաղափ մի շոր միտք էր He was Պետրոսի մեջ coming ծագած to the place God had for him to come to. այլ նա գալիս էր այնտեղը որ Աստված պատրաստել էր իր համար We need to not just go like this. մենք ոչ թե սենց պետքա gնանք տարբեր You know, the Scripture teaches us that unclean spirits ուրեմն Սուրբ Գիրքը ուսուցանում է որ անմաքուր ոգիները roam the earth շրջում են աշխարհում looking for a rest, հանգստի տեր looking for peace, and they never find it. Եվ խաղաղություն են փնտրում ու չեն գտնում այդ հանգստի վայրը But clean spirits, բայց մաքուր ոգիները they know where they're going. գիտեն ուր են գնում They arrive in God's timing. եւ հասնում են ճիշտ ժամանակին Աստծո And ժամանակին Peter arrived. եւ Պետրոսը հասավ ժամանեց Also, we see in this portion of Scripture, եւ այս բաժնում մենք տեսնում ենք at որ Mary's house Մարիամի տանը was a place of Christian activity. քրիստոնեական գործունեություն էր տեղի ունենում Mary was the mother of John Mark, ուրեմն Մարիամը Հովհաննես Մարկոսի մայրն էր the one who God used to write the book of Mark. այն Մարկոսը որին Աստված գործածեց Մարկոսի ավետարանը գրելու And there is a lot, once you have a place of activity, ուրեմն երբ որ դու գործունեության մի վայր many ես ունենում, things come out of that place. այդտեղից շատ բաներ են դուրս John գալիս Mark, օրինակ Մարկոսը connected to apostolic ministry of Barnabas. Բարնաբասը որ կապված էր առաքելական ծառայության հետ So the third is when we walk in the natural, from the supernatural to the natural, ուրեմն երրորդ կետը սա է երբ որ մենք գերբնականից գնում ենք դեպի բնական there is a Holy Spirit network. ուրեմն Սուրբ Հոգու ցանցերը կան այդտեղ I want to move in the Holy Spirit network. ես ուզում եմ գործել Սուրբ Հոգու ցանցերի մեջ That's why we come here. դրա համար մենք We եկել don't ենք come here այստեղ just to come here. մենք ուղղակի չենք եկել We don't come here just to preach a sermon to somebody. մենք չենք եկել ինչ որ մեկին քարոզելու ու վсё Because we realize this is part of the Holy Spirit network of God's Քանի plan. որ մենք գիտակցում ենք որ այստեղ Սուրբ Հոգու ցանցն է այստեղ մի դաշտ է որտեղ Սուրբ Հոգին If կա this church and you grew as a people continue to move with God, Երբ որ դուք որպես մարդիկ եւ եկեղեցի Open շարունակեք աճել քայլել Աստծո the հետ spiritual wells of Armenia, եւ դուք կբացեք Հայաստանի հոգեվոր ջրհորները the world will be touched by the spiritual network that's right here today. եւ աշխարհը կհպվի այն հոգեվոր ցանցով դաշտով որ դուք հիմա այստեղ բաց եք անում Peter was a part of the spiritual network. եւ Պետրոսը հոգեվոր դաշտի մի մասն էր կազմում So he goes to Mary's house. եւ գնաց Մարիամի տուն So it says that at Mary's house, Մարիամի տանը ասվում է and that որ brings me to my fourth point, ուրեմն 4-րդ կետին ենք արդեն հասել they were there with a unified purpose. այնտեղ միաբանությամբ մի նպատակի էին You can't be in a Holy Spirit network without a unified Ու purpose. չես կարող Սուրբ Հոգու ցանցի մեջ լինել առանց միաբան նպատակի We have to come together. մենք միասին պիտի միաբանվենք You know, there's only two opinions in the world. ուրեմն աշխարհում երկու կարծիքներ կան Elijah preached that. Why do you waver between two opinions? եւ Եղիան կարոզում էր ինչու է երկու կարծիքների մեջ չէ տարբերվում Countries like India, they say, well, we have millions of gods. օրինակ Հնդկաստանը ասում ենք միլիոնավոր աստվածներ ունենք No, there's only two. բայց ոչ միայն երկուսը կան
the God of Abraham, Isaac, and Jacob, Եվ Creator of all Աբրահամի, things. Իսահակի, Հակոբի Աստվածը, master of all things, որ ամեն ինչի տերն է, the Lord that's going to move on Armenia powerfully. եւ Տերը պատրաստվում է գործել Հայաստանում զորավոր So they կերպով։ came together in unified purpose. Ուրեմն նրանք եկան միաբանված նպատակով։ We only have two options. Ուրեմն մենք ունենք ընդամենը երկու տարբերակ։ We come together in unified purpose or we come in rebellion. Մենք գալիս ենք միաբանության մեջ, կամ գալիս ենք We come հակառակության։ together for rebellion or we come unified in the things of the Holy Spirit. Մենք միաբանվում ենք Սուրբ Հոգու ուզածի մեջ, թե միաբանվում ենք հակառակության մեջ։ That's why if we advance the gospel, we must be unified in the things of righteousness. Եթե մենք ուզում ենք ավետարանը առաջ տանել, մենք պետք է What արդարության մեջ unifies us? միաբան լինենք։ Ինչն է We մեզ come միաբանում։ together unified in righteousness. Մենք միաբանվել ենք արդարության Our մեջ։ righteousness isn't in ourselves. Եվ մեր արդարությունը մեր մեջ չի։ In fact, the Bible says our righteousness is filthy. Եվ Աստվածաշունչն ասում է մեր We come արդարությունը unified in the փոխանցում է։ righteousness of God. Մենք միաբանվել ենք Աստծո արդարության Others, you մեջ։ see it all around you. They're unified in rebellion, but God's people are unified in righteousness. Ուրիշները միաբանվում են հակառակության մեջ, իսկ մենք միաբանվում ենք Աստծո արդարության մեջ։ Number 5, Եվ 5-րդը, prayer is the pathway ուրեմն աղոթքն է ճանապարհը between the supernatural and the natural. գերբնականի եւ բնականի միջև։ Whether you're experiencing the supernatural or operating in the natural, Անկախ նրանից, թե դու գերբնականի թե բնականի մեջ in ես the natural world, բնական աշխարհում, prayer is the pathway. աղոթքն է ճանապարհը։ Prayer is the key. Աղոթքն է բանալին։ So they were all gathered at Mary's house, Ուրեմն բոլորը հավաքվել էին Մարիամի տանը, praying, աղոթում էին, Lord, deliver Peter. Տեր ազատիր Պետրոսին։ Lord, they martyred James, deliver Peter and the other believers. Տեր, նրանք նահատակեցին Հակոբոսին, խնդրում ենք ազատիր Պետրոսին։ They were there to interact with the Lord. Եվ այնտեղ էին Աստծո հետ շփվելու, The հաղորդակցվելու։ best description I have understood about prayer is Ուրեմն this. աղոթքի մասին, որ ես հասկացել եմ, լավագույն նկարագրություններից մեկը սա է։ If you study it in the Greek, prayer is a place. Ուրեմն հրյա հունարենում ասում է, աղոթքը մի վայր է, So you can say this room is a place of prayer. Yes. օրինակ կարող ենք ասել այս սենյակը աղոթքի վայր է, That's not specifically what the scripture's saying. բայց դա հենց այն չի, որ գրված է Սուրբ Where Գրքում։ we pray is a place. Այսինքն որտեղ որ մենք աղոթում ենք, դա մի վայր է։ It's a place that we meet with God. Դա այն վայրն է, որտեղ մենք հանդիպում ենք Աստծուն։ Another element of prayer is this. Ուրեմն աղոթքի մյուս բաժինը բաղադրիչը սա է։ Prayer is where God's wishes become our wishes. Աղոթքը սա է, այլ է սահմանել այսպես։ It's where, Աստծո ցանկությունը it's դառնում where է we քո exchange ցանկությունը։ our wishes for God's Այսինքն ես wishes. փոխանակում եմ իմ ցանկությունները Աստծո ցանկության հետ։ Sometimes we have to pray a long time before that happens. Երբեմն մենք պետք է երկար աղոթենք, որ հասնենք այդ մակարդակին։ Jesus prayed a long time in Gethsemane. Գեթսեմանի պարտեզում Հիսուսը երկար աղոթեց, որ հասնի այդ He մակարդակին։ sweat blood. Եվ քրտնինքը արյունի հետ He խառնված said, not գալիս։ my will, but your will. Բայց ասեց Տեր, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը այր։ Jesus exchanged his fleshly will for the will of the Father. Հիսուսը իր մարդկային մարմնական կամքը փոխանակեց Աստծո կամքի հետ։ And քո when that կամքի հետ։ happened, Եվ երբ որ դա տեղի ունեցավ, victory was secure. հաղթանակը ապահովված էր։ So when you put those two understandings together, Երբ որ մենք այս երկու հասկացողությունը միատեղ ենք բերում, prayer is a place աղոթքը մի վայր է, where my will is exchanged for God's will, այն վայրն է, որտեղ իմ կամքը փոխանակվում է Աստծո where my կամքի հետ։ wishes are exchanged for God's Իմ wishes. ցանկությունները փոխանակվում է Աստծո When ցանկության that հետ։ happens, Երբ որ դա տեղի է ունենում, the will of the Father is prayed through us. Աստծո կամքն է սկսվում աղոթել մեր միջոցով։ And that's when the gates of hell are shaken. Եվ այդ ժամանակ դժողքի դարպասները շարժվում են։ That's where the power is. Եվ այդ ժամանակ է Աստծո զորությունը հոսում։ It's the pathway. Եվ դա է ճանապարհը աղոթքը։ We must be that kind of prayer. Մենք այդ տեսակ աղոթքի մեջ պիտի լինենք։ So Peter arrives at Mary's house. Պետրոսը հասավ Մարիամի տուն, So he, number 6, ուրեմն 6-րդ կետը։
the principle of Holy Spirit door knocking. Ուրեմն Սուրբ Հոգու դուռը թակելու սկզբունքը։ Having knocked, it says he knocked. Նա սկսեց դուռը թակել։ It means he's knocking with a request. Նա թակում էր մի խնդրանքով։ He's knocking out of relationship. Նա թակում էր, քանի որ հաղորդակցություն ուներ իր See, հետ։ when the doors we knock on Երբ որ մենք դռները թակում ենք, need to be in relationship. մենք պետք է հարաբերության մեջ լինենք։ In relationship with what God's doing, Հարաբերության մեջ այն բանի in հետ, ինչ relationship where Աստված է God wants անում, to take us, եւ այն, որ Աստված ուզում է, որ մենք անենք, and where there is a unified unity among the people. եւ որտեղ որ միացյալ միաբանություն կա մարդկանց մեջ։ See, those are the doors we're to knock on. Եվ այս այն դռներն են, որ մենք պիտի թակենք։ It was a knocking with an expectation that that door was going to open. Եվ նա թակում էր դուռը այն սպասումով, որ այդ դուռը պիտի բացվի իր առաջ։ See, when God takes us out of iron gates, Ուրեմն երբ որ Աստված մեզ այդ մետաղի դարպասներից դուրս է հանում, we need to go to the right, correct door. ուրեմն մենք դրանից հետո պիտի գնանք ճիշտ դռան մոտ։ See, some people say, "Thank you, Lord, for taking me out of the iron gate and out of prison and out of my chains." Որոշ մարդիկ ասում են, «Տեր, շնորհակալ եմ, որ ինձ շղթաներից ազատեցիր, բանտից But the next ազատեցիր»։ door you knock on is important. Բայց դրանից հետո հաջորդ դուռը, որ դու թակելու ես, դա շատ You կարևոր don't է։ knock on doors that you want. Դու չես գնում քո ուզած դռները։ You knock on the Holy Spirit doors, Այլ դու Սուրբ Հոգու ուզած դռներն ես թակում։ where God says, "It's another step in my movement." Որտեղ Աստված ասում է, սա իմ շարժման մեջ եւս մեկ քայլ է։ It also means when you knock, Երբ որ դու թակում ես, that knocking is a place of prayer, repentance, and readiness. եւ այդ թակելու տեղը դա մի վայր է, որտեղ դու աղոթում ես, ապաշխարում ես եւ պատրաստ ես լինում։ The doors we knock on Այն դռները, որ մենք թակում ենք, need to advance the purpose of God. պետք է առաջ տանեն Աստծո նպատակները։ And he was at the right door. Եվ նա ճիշտ դրան առաջ էր։ Number 7. Եվ 7-րդ կետը, And I promise you only 7. ես խոստացել եմ, որ 7 կետ Unless you խոսեմ։ pray for the Holy Spirit to give me 8. Եթե աղոթեք Սուրբ Հոգին 8-րդներ կտա։ 8 would be the number of new beginnings. Գիտեք, որ 8-ը նոր սկզբի խորհրդանիշն So that would be a beginning of another sermon. Ուրեմն դրանից հետո ուրեմն նոր պատգամի սկիզբ կլինի 7-րդից։ So what door did Peter knock on? Ուրեմն որ դուռը թակեց Պետրոսը, Peter knocked on the door of joy. ուրեմն Պետրոսը թակեց ուրախության դուռը։ There's a servant girl. Եվ այնտեղ մի ծառա աղջիկ կար, աղախի, Her name is Rhoda. Ռոդի անունով։ You know, there's a lot of important things that happen in Scripture, and God doesn't use the people's name. Հետաքրքիր է Աստվածաշնչում կարևոր շատ բաներ կան գրված, հատկապես երբ որ Աստված օգտագործում է մարդկանց անունները։ But he mentions Rhoda's name Բայց հետաքրքիր է, որ Ռոդայի անունը գրված է for a Աստվածաշնչում։ very important reason. Շատ կարևոր նպատակի համար։ She goes to the door Նա գնաց դրան մոտ, and she recognizes Peter's voice. նա ճանաչեց Պետրոսի ձայնը, It says that she was so overcome նա ասում է այնքան է ուրախացել, որ Պետրոսի ձայնը լսեց։ with joy Դες լրիվ տարված էր ուրախությունով։ that she didn't answer the door. Անկամ չբացեց դուռը այդ ուրախության պատճառով։ You know, she ran to tell the others, Վազեց հետ մյուսներին ասելու, Peter's at the door. Պետրոսը դրան մոտ կանգնած է։ It's, you know, there are worse things that could happen to us Վատ բաներ կարան չէ մեր կյանքում տեղի ունենալ։ than being overcome with joy. Որ ուրախությունով sense լրիվ տարվես, լցվես ուրախությունով։ If there's a door the church needs to knock on, it's the door of joy. Եվ եթե կա մի դուռ, որ եկեղեցին պետք է թակի, դա ուրախության դուռն է։ It says she recognized, but the Greek says not, she opened. Բանը ուրեմն հունարինում ասում է, որ այդ կինը չբացեց դուռը, It's another verse, another sermon with the response of the people, but we're concentrating on Rhoda. ուրեմն սա մասին կարելի է մի առանձին պատգամ խոսել, թե մարդկանց արձագանքը ինչպիսին է լինում, բայց հիմա խոսենք Ռոդայի մասին, That when we get delivered,
Ուրեմն երբ որ մենք ազատագրվում the ենք, first door we need to knock on is joy. առաջի դուռը որ պիտի թակենք դա ուրախությունն է։ You know, joy isn't just a momentary happiness. Այդ ուրախությունը տենց պահի տակ է երջանիկ լինելը չի։ There's things that can make you happy for a moment, Բաներ կարա լինեն, որ դու պահի տակ երջանիկ կզգաս քեզ, կարճ, but it wasn't this kind. բայց դա այսպես չէր։ I'm going to give you the best definition I've ever understood from Scripture. Բերեք Աստվածաշնչից լավագույն նկարագրությունը To տեսնենք, properly understand joy ուրեմն ավելի լավ հասկանալու համար ուրախությունը, is the awareness of God's grace. ուրեմն Աստծո շնորհքի գիտակցության That's the մասին։ biblical definition of grace. Սա է Joy Աստվածաշնչյան նկարագրությունը is the ուրախության։ awareness of God's grace. Աստծո շնորհքի գիտակցությունը։ Rhoda, when she heard Peter's voice, Երբ որ Ռոդին լսեց Պետրոսի ձայնը, she understood and she was aware of God's grace. նա հասկացավ, գիտակցեց Աստծո շնորհքի մեծությունը։ God's grace answered our prayers. Աստծո շնորհքը պատասխանեց մեր By աղոթքին։ grace, Peter had been delivered. Եվ Աստծո շնորհքով էր, որ Պետրոսը It's ազատագրվեց։ God's grace, favor, joy is grace recognized. Եվ Աստծո շնորհքով է, որ դու այդ շնորհքը եւ ուրախությունը ճանաչում The ես։ most joyful people you'll meet in the Lord. Ուրեմն Տիրոջ մեջ ամենամեծ եւ ուրախ մարդիկ են Talk to them, ask them. հասցրու իրենց ամենաշատ։ They will be people that say, it's by God's grace. Այն մարդիկ են, ովքեր հասկացել են Աստծո շնորհքի մեծությունը։ It's not by human effort. Ոչ թե մարդկային ջանքերով, It's not by our own skills. ոչ թե մեր հմտություններով ու It's կարողություններով, only by the grace of God. այլ միայն Աստծո շնորհով։ I stand here today Ես այսօր կանգնած with եմ այստեղ joy ուրախությունով, because I'm aware of God's grace in my life. քանի որ ես ճանաչում եմ Աստծո շնորհքը։ I needed God's grace. Եվ ես կարիքը ունեի Աստծո There's a շնորհքի։ world that needs God's grace. Եվ աշխարհը Աստծո շնորհքի կարիք ունի։ And they need to know Եվ նրանք կարիք ունեն that իմանալու, there is a door they can knock on. որ մի դուռ կա, որը կարող են And թակել։ there's someone behind that door Եվ այդ դրան հետևում մեկը կա will կանգնած։ recognize the voice Կլսի կճանաչի of ձայնը, someone who's been delivered այն մեկը, ով որ ազատագրվել է, and overcome by joy. եւ կուրախանա մեծ ուրախությունով։ Ultimately, that door of joy was open. Եվ ի վերջո այդ ուրախության դուռը բացվեց։ And there was great joy. Եվ շատ մեծ ուրախություն եղավ։ We must knock on the right doors. Ուրեմն մենք ճիշտ դռներ պիտի թակենք։ Yes, there are people that are delivered. Այո, մարդիկ կան, ովքեր ազատվել են, ազատագրվել են։ I've seen people delivered. Ես մարդիկ եմ տեսել, ովքեր I've seen ազատագրվել են։ people receive the forgiveness of the Lord. Տեսել եմ մարդիկ, ովքեր Տիրոջ ներումն են ընդունել, But ստացել, sometimes I'm saddened բայց երբեմն տխրել են այն because they don't պատճառով, որ continue. They don't continue to find the door and knock on this door. տխրել եմ նրա համար, որ նրանք շարունակաբար չեն թակել ճիշտ դուռը, The movement of God, Աստծո շարժման դուռը, the door of joy, the door of grace. ուրախության եւ շնորհի դուռը, Recognizing God's grace. ճանաչելով ու հասկանալով It's Աստծո not, շնորհքը։ it's not our plans. Դա մեր պլանները չեն, It's not our agenda. մեր ծրագրերը չեն, It's God's movement, այլ Աստծո շարժը, God's sovereignty. Աստծո գերիշխանությունը, God who opens iron gates. այն Աստվածը, որ The երկաթի դռներ է God բացում, who interrupts the plan of the enemy. այն Աստվածը, որ չարի թշնամու ծրագրերն է He խափանում, presents you today. եւ Աստված պաշտպանել է միջև հիմա He's here to այսօր take you քեզ, from prison doors եւ ինքը ուզում է քեզ բանտի to դռներից doors of հանել, joy. որ գնաս ուրախության դռների մոտ։ God is going to move in the Holy Spirit here today further. Այսօր Սուրբ Հոգի ուրախությունով, Սուրբ Հոգով պիտի շարժվի մեր մեջ։ The enemy already tried to stop worship. Տեսեք, օրինակ թշնամին փորձում է դադարեցնել You knew he wasn't երկրպագությունը, going to win. բայց երբեք ինքը չի You didn't հաղթել։ let it stop you Եվ worshiping. դուք չդադարեցիք, այլ No, people շարունակեցիք։ use that. God gave us phones with lights on them. Եվ Աստված մեզ հեռախոսները տվել, լույսերը վառեցին, You know, that's prophetic. դա մարգարեական էր։ Because when that angel came in that prison, Երբ որ what happened? հրեշտակը եկավ այդ բան, ինչ տեղի ունեցավ։ A great light. Լույս տեղի ունեցավ։ A great Լուսավորվեց այդ վայրը։ What does the world need?
Աշխարհը ինչի կարիք ունի։ He needs interruption in the darkness. Ինքը կարիք ունի, որպեսզի այդ մթությունը խափանվի լույսով։ God wants to interrupt the darkness. Աստված ուզում է խափանել մթությունը։ There's some dark places in Armenia. Հայաստանում կան այդ There's people with darkness in their hearts. մարդիկ կան, որ իրանց սրտերում But God said, I'll come suddenly, բայց Աստծո լույսը and the light will come on. Հանկարծակի կգա He եւ said, I'll լույսը strike you in the vulnerable place. Եվ ես քեզ կցավացնեմ քո Get up. ցավերից։ Վեր կա։ Get your clothes on, put your shoes on. Ակնվիր փոշիկները։ God is moving. Աստված շարժվում է։ God is moving, and I'm going to lead you to another door. Եվ քեզ տանելու է մեկ ուրիշ There's դրան։ joy in that door. Ուրախության There's դրան։ unified purpose behind that door. Նպատակի դրան առաջ։ God is not finished. Աստված դեռ չի վերջացել։ God is not finished. Աստված չի վերջացել։ As long as the church is here. Այնքան ժամանակ դեռ we are here. եկեղեցին այստեղ է, մենք այստեղ ենք դեռ։ Yes, we are here. The church is here. Եկեղեցին դեռ չի հափշտակվել։ If Brother Sarkis is here, Երբ Սարգիս եղբայրը ապրում այստեղ է, I know Jesus hasn't come for his church yet. եկեղեցին դեռ չի հափշտակվել, Հիսուսի գալուստը դեռ չի։ So don't go anywhere. Այստեղ չգնաք, Stay right here, այստեղ մնացեք։ because I'm going to keep my eye on you. Աշխը ձեզ վրա բաց է։ I'm still in good shape. Sarkis is still Քանի here. որ Սարգիս Hallelujah. եղբայրը ես ինձ լավ եմ Hallelujah. զգում, ուրեմն չեմ հափշտակվել։ God is good. Amen. Let's stand and worship the Lord. Եկեք աղրենք Hallelujah. ու երկը պագենք։ Hallelujah. Hallelujah. Praise the Lord. Հարկ Տիրոջ, Praise the Lord. հարկ քեզ։